Եթե Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, ինչու է Նիկոլ Փաշինյանը կալանքի տակ պահում Սամվել Կարապետյանին։ Այսպես ուժեղ Հայաստան կուսակցության համակարգող խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանի ու նրա падգամավորների հայտարարություններին, թե Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետ, այդ իսկ պատճառով է նրան կալանքի տակ պահում։ Եթե չի կարող լինել, ինչու է կալանքի տակ պահում։ Ասում են մի մոլորեցրեք ժողովրդին, ասեք, որ նա չի կարող լինել եւ նրա անունը այսպես տալով փորձում եք քվեներ այդ հարցին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը, կալանքի տակ պահելով Սամվել Կարապետյանին։ Շատ բարի։ Ինչ վերաբերում է սահմանադրության մեկ հոդված փոխելու մտադրությանը, Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ի տարբերություն այսօրվա իշխանությանը, որը ընտրողների քվեները ստանալուց հետո է միայն ժողովրդին հայտնում իր իրական մտադրությունների մասին, ուժեղ Հայաստան կուսակցությունը դեռ անգամ քարոզարշավը չսկսած է հայտարարել սահմանադրության 148-րդ հոդվածը փոխելու մասին, որը թույլ կտա ոչ միայն Սամվել Կարապետյանին առաջադրվել վարչապետի պաշտոնում, այլև Սփյուռքի մեր հայրենակիցներին մասնակցել Հայաստանի վերակառուցման գործին։ Ի տարբերություն այսօրվա իշխանության, ով ուզում է մեր ամբողջ սահմանադրությունը փոխել Ալիևի եւ իր ընկերների առաջարկով եւ պահանջով, մենք դրանից խուսափելու համար ուղղակի մի տեխնիկական կետի փոփոխության արդյունքում հնարավորություն ենք տալիս Սփյուռքի ամբողջ պոտենցիալը մասնակցի Հայաստանի կառուցման գործին։